Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100%։ Ահա այսպիսի ինքնավստահ հայտարարություն է օրերս արել ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Գյումրեցիների շրջանում անցկացված մեր հարցումները սակայն ցույց տվեցին, որ հարցվածները չեն կիսում Կարապետյանի ինքնավստահությունը, դեմ են նրան։ Ոմանք էլ նրա անունն անգամ չեն ուզում լսել։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իրենք ունեն 100% շանսեր։ Դուր չունին։ 100% չունին։ Ինչի վրա իր հույսը ձեզ։ Ես իմ ում վրա գուզե հույսը տնե Ռուսաստանից եկել է թողեր տա երկու բան է 3 քաղաքացի հրաժարվի միջև կա արտենադրություն կեղնիկը բարձր։ Իսկ դուք ում շանսերն եք ավելի բարձր գնահատում։ Նիկոլի Սաղեստանի կոլիշնուրն է։ Ասֆալտ մանգապարդես հրաչնա չկա մեր ավտոկայան։ Մի հատ նայենք գոտենանք էլի ավտոկայան։ Այդ քաղաքային իշխանությունները պետք է անեին։ Ահա, մեկը բանը, Վարդան Ղուգասյանը, սաղ շենքերը ծախեց, բանի լիսի հիմնադրամի, ես այդտեղի շենք ստացա, մեջը հեշ բան չկար, բայց վեշովեղներ, կաֆելով, ամեն ինչով, ոչ բանը չկար։ Ոչ, չի գնալու, ինչ ասեմ։ Իսկ ըստ ձեզ որ ուժերը բարձր տոկոս կհավաքեն։ Իշխանությունը, Գեր Փաշինյանը։ Դու կողմնակից եք իրեն։ Այո, ընտանիքով։ Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ իրենք ունեն 100% շանս ազգային ժողովի առաջիկա ընտրություններին։ Դուք ինչ կարծիք եք։ Ընտրությունները ցույց կտա։ Իսկ դուք որպես քաղաքացի ում շանսերն եք առավել բարձր գնահատում։ Վարչապետի։ Իմ կարծիքով էլ պարոն Փաշինյանը ունի 100% անցնելու հնարավորություն, որովհետև ես պարոն Փաշինյանին հավատում եմ ու շատ եմ սիրում։ Իսկ ձեզ որտեղից Սամվել Կարապետյանին այդքան վստահություն, որ ինքը 100% ձայն է։ Չգիտեմ որտեղից։ Ես չգիտեմ։ Այդքան արանք չեմ մտնում, բայց ես իմ կարծիքով պարոն Փաշինյանը շատ հնարավորություն ունի։ Կարծիքով նախ Սամվել Կարապետյանը չի կարող տեխնացություն դնել, ուր մնաց թե շանսեր ունենա հայտնվելու այնտեղ։ Իսկ ձեզ ով ունի այդ շանսերը առավելագույն ձայներ հավաքել։ Միայն ու միայն պարոն Փաշինյանը։ Այո, եւ միշտ ու հավերժ։ Դե դրա անունը մի տվեք։ Այդ թյուրիմացությունն է, այդ հնարավանդ է դատողություն էլի 100%։ Նրանք որ անցնեն լավ է։ Իսկ որտեղից նրան այդ վստահությունը, որ Դե քաղաքականությունը ինքը տենց պետք է ասի։ Ես կարծում եմ։ իսկ ձեզ ով ունի առավելագույն ձայներ հավաքելու շանսեր։ Վիճելի է։ Դե դուք ասեք։ Քաղաքական պայմանագիր շատ բարձր տոկոս քաղաքի։ Շատ բարձր։ Կարող 60 անցնի։ Չէ, շատ բան արել, քաղաքական պայմանագիրը շատ բան արել։ Գոհ եք։ Իհարկե։ Չէ, բոլորն են գոհ, բոլորն ասելով այն փոքր մասայի մասին չի խոսքը։ Դե օրինակ ընդդիմությունը անդադ քննադատում է, ինչ որ մեղքեր է գտնում, ինչ որ չարած գործերից է խոսում։ Անորոշ բաներ են էլի, դուք էլ չեք հավատում իրենց։ Ես ձեզ ասում որպես քաղաքացի ձեր կարծիք։ Չունեմ ասում, դու էլ ես քաղաքացի։ Դուք էլ եք քաղաքացի, բայց դուք էլ չեք հավատում։ Սամվել Կարապետյանը հայտարարությունները բոլորը հիմնված են իր ֆինանսական միջոցների վրա։ Բացի դրանից նա քաղաքական դաշտում ոչինչ է։ Զրո ուղղակի կարելի ասել։ Հա, հենց վերջերս հերոստատեսությամբ որ բանավեճ էր գնում իրանց ներկայացուցիչը ասեց ինչ Կարապետյանը նստածա մոտ 1 միլիարդով կապիտալը աճել է, ինչ է նշանակում դա, ոնց ծաղելի լինի։ Այսինքն որ գա վարչապետը լինի, օրական այդքանով կա չի կապիտալը, կամ իր կապիտալը ինչ ժողովրդի համար ինչ պետք է անի նա, պետք է գնդե աշխատի բերի ժողովրդին պայի։ Չի անցնի, Նիկոլը պետք է անցնի։ Այսինքն որպես մեծամասնություն տեսնում եք ներկայիս վարչապետը։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը կանցնի։ Իսկ ձեզ որտեղից Սամվել Կարապետյանին այդպիսի վստահություն, որ ինքը 100% անցնի։ Ինքը չի եղել մասնակցի ընտրություններին, իրավունք չունի։ Մենք հանրապետական կուսակցությունից 30 տարի կուշտ ենք։ Մենք չենք ուզում նորից մենք այդ նույն կերտի մեջ կներեք։ Հադել նույն կուսակցությունն է, նույն Կարապետյանը, նույն Քոչարյանի կուսակցությունն է։ Ես էլ 100% կասկածում եմ։ Ասեք ինքը ինչի վրա է վստահ։ Սամվել Կարապետյանը ինչ էր Հայաստանը։ Ոչ մի բանը չէր։ Իսկ ձեր կարծիքով որ ուժ ունի առավելագույն ձայներ հավաքելու հնարավորություն։ Այսօրվա ղեկավարությունը։
Գոհ եք իր աշխատանքից։ Շատ գոհ եմ։ Գյումրի չեմ տեսել այսպես։ Ամեն ինչ մենակ Գյումրի չէ, ամբողջ Հայաստանը։ 100-ից 100, 80-ից 80, 70-ից 70, ոնց որ ասում էր Իսկ որտեղից իրեն այդ վստահությունը, որ ինքը 100%-ով անցնելու է։ ինքը գումարները, մեծ գումարներ է բաժանում մեր մոլորյալ ժողովրդին եւ հույս ունի, այն չգիտի որ ժողովուրդը արդեն հասկացել է ամեն ինչ։ Կարող է եւ վերցնեն գումարները, բայց իրան հաստատ չեն ընտրելու, որտեղ այդ արժանինքները չունեն ոչ մեկը։ Եվս ձեզ ով ավելի ձայների մեծամասնություն կվերցնի։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը, որի անունը պատմության մեջ ոսկե տառերով է գրվելու։ Աղջիկ ջան, անհեթեթություն, որովհետև մեր սահմանադրությամբ առաջնորդվում ենք բազմից անգամ ասվել է, որ ինքը չի կարող առաջադրվել որպես վարչապետ, նույնիսկ ընտրություններին մասնակցել։ Իսկ որտեղից իրեն այդ վստահությունը, հա, ինչից ելնելով են այդպես վստահ հայտարարություններ անում։ Երևի իրանց գումարների վրա են, հա, հույս դրել, բաժանում են։ Շատ ցավալի է, որ մեր ազգի մեջ կան նման մարդիկ, որ ծախում են արժանապատվությունը։ Իսկ ով ձայների առավելություն կվերցնի ազգային ժողովի առաջիկա ընտրությունում։ Ժողովուրդը այսօր գիտեք, ես չեմ սիրում, որ բաժանում են Նիկոլական, Քոչարյանական։ Այսօր Նիկոլ Փաշինյանը դա ժողովուրդն է մեր, ու բազմիցս անգամ ժողովուրդը իր ձայնը, հա, բարձրացրել է, ցույց է տվել, թե ում է ուզում, որ իր ղեկավարը լինի։ Ես չեմ ուզում թվարկել, թե ինչեր արվեց ավերակ երկրի համար եւ ինչ փոփոխություններ արվի։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար